Հայկական IT-ն ամրապնդում է դիրքերը Սիլիկոնային հովտում։ Synopsys Mountain View կամպուսում կայացել է Armtech-ի Հայաստան ՏՏ ֆորումը։ Հետաքրքիր ձևաչափեր IT ֆորումի շրջանակներում որոշեցինք հատուկ շեշտադրում դնել հայկական նորաստեղծ կազմակերպություններին։ Ստարտափերը 5-ն էին, ընտրվել են 30-ից, մինչև ԱՄՆ-ն էլ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում նորաստեղծ կազմակերպությունները 6 ամիս անցել են դասընթացներ, ստացել աշխատանքային գիտելիքներ, ինչպես լոկալ արտադրանքը դարձնել գլոբալ ու հետաքրքիր ամբողջ աշխարհի եւ կարեւորը ներդրողների համար։ Այդ առումով Սիլիկոնային հովտում կայացած ֆորումը հայկական ՏՏ-ի համար նոր ստարտափ էր։ Ֆորումը հարթակ էր, որի միջոցով մենք բերեցինք մեծ քանակությամբ ներդրողներ։ Եվ ես կարող եմ արդեն արձանագրել, որ բոլոր Armtech-ներից երևի սա ներկայացական առումով ամենալավն էր։ Սիլիկոնային հովտում Հայաստանն ունի իր դիրքն ու դերը IT ինվեստորները պատրաստ են ռիսկային ներդրումների։ Այս ֆորումի գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ Բագրատ Ենգիբարյանը համարում է այն, որ ներդրողներին սկսել է հետաքրքրել ոչ միայն աշխատուժը, այլև Հայաստանում բովանդակային նոր լուծումներ ստանալու հեռանկարը։ Մի նոր ծրագիր ենք բանակցում Հայ կազմակերպության հետ, որ ոչ միայն հնարավորություն տանք 1-2 ներդրումների, այլ ընդհանրապես մեծ շղթասարքենք, որտեղ ստարտափները տարեկան մինչև 10 ստարտափ կարող են ներկայացվել ներդրումների եւ ստանալ մինչև 50,000 ներդրումներ։ Synopsys-ի գլխամասում հյուրընկալված Հայաստան ՏՏ ֆորումը գրավել է նաև ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունը։ IT պարբերականները բարձր են գնահատել փոքրիկ Հայաստանի Սիլիկոնային մեծ պոտենցիալը։ Անի Հակոբյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։